Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Պարոն Ղևոնդյան, մենք տեսնում ենք, որ նախընտրական շրջանում, երբ քարոզարշավը արդեն մեկնարկել է, ամենօրյա ռեժիմով հայտարարություններ ենք լսում Ռուսաստանի Դաշնությունից, ընդ որում երբեմն շատ սուր քննադատական հայտարարություններ, եթե ամենաթարմերին անդրադառնանք, երեք կոմունիստական կուսակցության առաջնորդը հայտարարում էր եւ կամ առաջարկում էր, որ Մոսկվան առհասարակ պետք է Նիկոլ Փաշինյանի մուտքը արգելի Ռուսաստանի Դաշնություն։ Նախ հասկանանք սա իրենց մոտ իր անձնական կարծիքն է, թե պետական մոտեցում է եւ հասկանանք, թե ինչին են միտված այդ բոլոր հայտարարությունները, որովհետեւ խոսվում էր իհարկե հիբրիդային պատերազմի եւ հիբրիդային սպառնալիքների մասին, բայց այստեղ մենք տեսնում ենք ուղիղ տեքստով, ուղիղ հայտարարություններ, ուղիղ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաներից։ Մի քանի ուղղությունների մասին պիտի խոսենք։ Նախ կցանկանամ հավելել, որ Զյուգանովը դրա մասին ասում էր համատեքստում ներկայացնելով Զելենսկու հայտարարությունները Երևանում, հատկապես այն, թե Զելենսկին Երևանում ասում էր, որ կարող է թույլ չտալ մայիսի 9-ի շքերթը լինի։ Չգիտես ինչու Զյուգանովը նման հայտարարություններ չէր անում մայիսի 6-ին, 7-ին, 8-ին, երբ շքերթը դեռ չէր եղել, երբ շքերթը անցավ եւ խնդիրներ չեղան, դրանից հետո կարելի ասել լեզուները բացվեցին եւ կարողանում են նման հայտարարություններ անել եւ մեղադրում են դրանում Հայաստանին, Երևանի իշխանություններին, բայց ոչ հայ ժողովրդին, եկեք ուշադրություն դարձնենք, հայ ժողովուրդը իրենց համար այդպես որ ամորֆ հասկացություն է, որը Հայաստանի կամ Հայաստանի ղեկավարության հետ որևէ կապ չունի եւ իրենք ամեն ինչում մեղավոր են փնտրում եւ այդ մեղավորը նշանակում են Փաշինյանին, ինչպես սովոր են Ռուսաստանում, ուկրաինացիները մեղավոր չեն, մեղավոր է Զելենսկին, վրացիները մեղավոր չէին, մեղավոր է Սաակաշվիլին եւ այլն, եւ հիմա էլ կարծես թե հայաստանցիները մեղավոր չեն, մեղավոր է Փաշինյանը իրենց հորինած հանցանքներում։ Ինչ վերաբերում է նրան հաջորդ ուղղություն, ինչ վերաբերում է նրան, թե Զյուգանովի կարծիքն է դա, թե Ռուսաստանի իշխանությունների կարծիքն է, մի կողմից պետք է նշել, որ Զյուգանովը Ռուսաստանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարն է եւ նրա կարծիքը կարող է չհամընկնել իշխանությունների կարծիքի հետ, բայց հաշվի առնելով թե Ռուսաստանը ինչպիսի պետություն է եւ ինչպես է աշխատում, պետք է հասկանանք, որ այնտեղ որևէ մեկը պատահական ընդդիմադիր չի լինում, ընդդիմադիրը նշանակում նրան եւ ընդդիմադիր դիրքերում նա ասում է այն ինչ իշխանությունների կարծիքով պետք է ասի ընդդիմադիր քաղաքական ուժը, այնպես որ սա եւս ամենայն հավանականությամբ համաձայնեցված է իշխանությունների։ Բայց չմոռանանք, որ օրեր առաջ շատ սուր արտահայտվեց նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նախ խորհուրդ էր տալիս անցկացնել հանրաքվե եւ հասկանալ հայ ժողովուրդը որտեղ է իրեն տեսնում ԵԱՏՄ համակարգում, թե ԵՄ-ի հետ եւ այնուհետեւ ապահարզանի մասին էր խոսում եւ ելի տողատակում անդրադառնում էր ուկրաինական փորձին, իդեպ ինքն իրեն հակասելով ասում էր, որ Ուկրաինայի դեմ այդ գործողությունները սկսվեցին երբ Ուկրաինան որոշեց, այսպես ասած, մտերմանալ Եվրամիության հետ, բռնեց այդ ճանապարհը։ Այս զուգահեռները ինչի մասին են, պարոն Ղևոնդյան, տողատակում սրանք սպառնալիքներ են։ Ակնհայտ տողատակում սպառնալիքներ են, թեև օրինակ եթե հնարավորություն ուներ, ես Ռուսաստանի նախագահին կհարցնեի, իսկ Ուկրաինայի պատերազմի որ մասի հետ եք դուք ցանկանում Հայաստանը համեմատել նրա հետ, որ պատերազմը տեղափոխվել է Ռուսաստանի տարածք եւ նավթամեժավերամշակման գործարաններ այլևս կարելի ասել գոնե արևմտյան հատվածում չունեք, նրա հետ որ ամեն օր հարյուրավոր կամ հազարավոր զինվորներ եք կորցնում, այսինքն դուք կարծում եք, որ Հայաստանի հետ էլ դա հնարավոր է, ես չեմ կարծում, որ Հայաստանի հետ դա հնարավոր է, նախ այն պատճառով, որ Հայաստանը այդքան ռեսուրս չունի, որ կարողանա ձեր հարյուրավոր կամ հազարավոր զինվորներին թաղել, եթե դուք փորձեք պատերազմել Հայաստանի հետ, եւ երկրորդ ավելի օբյեկտիվ, ես չեմ կարծում, որ սահման չունենալով Ռուսաստանի հետ կարելի է կարծել, որ Ռուսաստանը Հայաստանում ինչ-որ օպերացիաներ է իրականացնելու, այնինչ փորձում է անել Ուկրաինայում կամ պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ, ուղիղ պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ, առավել եւս որ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ Ռուսաստանի դեմ որևէ գործողություն չեն անում, այնինչ արվում է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման դրամաբանության մեջ, այլ հարց է թե Մոսկվայում դա իրենց դուր գալիս է, թե դուր չի գալիս։ Դուր չի գալիս, ուրեմն թող ժամանակին անեին այն, ինչը կպահեր Հայաստանին իրենց օրբիտայում։ Այսօր չեն արել դա, Հայաստանն էլ դուրս է եկել իրենց ազդեցության շրջանակներից իհարկե որոշակի սահմաններում եւ դրանից բողոքում են, անտրամաբանական։ Պարոն Ղևոնդյան, իսկ իրականում հայ-ռուսական հարաբերությունները այսքան վատ վիճակում են, երբ մենք լսում ենք ամենօրյա հայտարարությունները եւ քննադատությունները, թե սա որոշակիորեն նաեւ իմիտացիա է։ Նկատի ունեմ օրինակ նույն Լավրովը բազմիցս արձանագրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ վիճակում են հիմա։ Նորից պիտի նկատենք, որ
Ռուսաստանում ասելով հայ-ռուսական հարաբերություններ նկատի ունեն հայ ժողովուրդ եւ Ռուսաստան, ոչ Հայաստանի Հանրապետություն եւ Ռուսաստան, ուշադրություն դարձրեք, որ Պուտինը համառորեն խուսափում է Հայաստանի Հանրապետություն բառն ասելուց։ Նա մշտապես խոսում է արմյանսկի народի մասին, հայ ժողովրդի մասին, մշտապես խոսում է, թե հայերը իրենց երկրում ավելի շատ են, քան բուն Հայաստանում եւ այլն, թեև դա որևէ նշանակություն չունի, եթե Հայաստանի Հանրապետությունում եզդիներն էլ կամ ասորիներն էլ շատ լինեին, ապա սա նրանց հանրապետությունն էլ է, այնպես որ իսկ այն մարդիկ, ովքեր Ռուսաստանի դաշտում են, Ռուսաստանի քաղաքացի են, այնտեղ հարկեր են մուծում, այնտեղ պատերազմ են գնում, այնտեղ ապրում են իրենց ամբողջ կյանքը, միևնույն է նրանք Ռուսաստանի դաշնության քաղաքացիներ եւ Հայաստանի Հանրապետության հետ կապ ունեն այնքանով որքանով, այնպես որ Պուտինի այդ մոտեցումները ակնհայտ մանիպուլյացիա են իրենց մեջ պարունակում եւ հայ-ռուսական հարաբերությունները ասելով հասկանալը հայ ժողովրդի եւ Ռուսաստանի հարաբերությունները նույնպես մանիպուլյացիայի դաշտում է։ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության հարաբերությունները որպես միջազգային հարաբերությունների երկու սուբյեկտներ, այո, այսօր պատմական սկսած 91 թվականից պատմական ամենավատ վիճակում են, բայց նորից ռուսները իրենք պետք է կամ Կրեմլը ինքը պետք է իր մեջ փնտրի դրա պատճառն է։ Բայց այնուամենայնիվ նաև այս հիստերիան, որ պարբերաբար մենք տեսնում ենք եւ լսում ենք Մոսկվայից, այնուամենայնիվ նրա մասին չի խոսում, որ Հայաստանը շարունակում է մնալ իրենց համար կարևոր։ Նկատի ունեմ այդ հայտարարությունները, թե դուք ում եք պետք, ուր պիտի գնաք։ Հիմա էլի իրենք իրենց ըստ էության հակասում են, պարոն Ղևոնդյան, երբ այդպես կատաղի պայքարի մեջ են մտել, որպեսզի, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, Հայաստանը կարողանան պահել իրենց օրբիտայում։ Նորից եկեք եւս մեկ անգամ հասկանանք Հայաստան ասելով ինչ նկատի ունեք։ Դե Հայաստանի Հանրապետությունը իրենց համար ընդհանրապես կարևոր չէ։ Եթե Հայաստանի Հանրապետության տարածքը այո իրենց համար առանցքային նշանակություն ունի։ Այսինքն իրենց պետք է Հայաստանի Հանրապետության տարածքը, որպես իրենց ազդեցության գոտի, այդտեղ կլինի պետություն, թե չի լինի, դա արդեն երկրորդական է։ Եթե հնարավոր չէ պետություն ունենալով ունենալ սեփական արբանյակ, ինչպես մինչև 2018 թվականն է եղել, կամ ինչպես իներցիոն շարունակվում է մինչև 2022-ը, ապա թող լինի Հայաստանի Հանրապետություն, իրենց տեսակետն եմ ես ներկայացնում։ Եթե հնարավոր չէ, ուրեմն Հայաստանի Հանրապետություն պետք չէ, թող չլինի Հայաստանի Հանրապետություն, թող լինի չգիտեմ, ԽՍՀՄ երկուսի մաս, Վրաստանի մաս, Ադրբեջանի մաս, ցանկացած ինչ-որ մի մաս, որը կկարողանանք պահել մեր ազդեցության ներքո։ Իհարկե Վրաստանի եւ Ադրբեջանի մաս լինելն էլ ունի իր առանձնահատկությունները։ Այսինքն տրամաբանությունը հետեւյալն է. Հայաստանը իրենց անհրաժեշտ է իր տարածքի առումով, Հայաստանը իրենց անհրաժեշտ է արևելք-արևմուտք ճանապարհը փակելու առումով, այդ ճանապարհի ներկայություն ունենալու առումով պատահական չէ, որ ոտքու ձեռք ընկած ճանապարհ էին ուզում Սյունիքով եւ խնդրում էին Հայաստանի իշխանություններին թույլ տալ պատ կառուցել, որպեսզի դրա հետևում կանգնել FSB-ի այդ ներկայացուցիչները։ Հայաստանը իրենց պետք է հյուսիս-հարավ ճանապարհների խաչմերուկում գտնվելու համար, որպեսզի Իրան-Ռուսաստան առանցքը կարողանան վերահսկել։ Այսինքն Հայաստանը իրենց պետք է որպես աշխարհագրական տարածք, որպես պետություն, որպես միջպետական հարաբերությունների մաս, որպես աշխարհակաղակական հարաբերությունների սուբյեկտ, Հայաստանը իրենց բացարձակապես պետք չէ, իրենք որ պահին, որ հնարավորություն ունենալ Հայաստանի պետությունը վերացնելու, նրանք Հայաստանի պետությունը կվերացնեն։ Եվ քանի որ գործի են դրվել նաև տնտեսական լծակները, նույն ջերմուկի դեպքերը մենք տեսանք Օզոնի եւ Վալպերիսի հետ կապված եւ վերադառնալով արդեն ռուսական ռազմաբազային, այնտեղից էլ ահազանգեր են ամենատարբեր զինվորականները ահազանգում են, որ իրենց վրա ընդ որում հոգեվորականների միջոցով ընդհուպ ճնշումներ են գործադրվում եւ ուղղորդում են ընտրել հստակ ուժի, հստակ անհատի, այսինքն Ռուսաստանը այս ճանապարհին ամեն ինչի պատրաստ է եւ սա այդ ամեն ինչն է, թե մենք դեռ ավելին ենք տեսնելու։ Ես կարծում եմ Ռուսաստանը օգտագործում է բոլոր գործիքները, որոնք ունի այս պահին, օգտագործում է նախընտրական ժամանակաշրջանում, եկեք ուշադրություն դարձնենք այն ամենը, ինչ ասում ենք մենք, պետք է նայել նախընտրական ժամանակաշրջանի պրիզմայով։ Հունիսի 8-ից հետո Ռուսաստանը նման կերպ չի հարաբերվելու Հայաստանի Հանրապետության հետ, որովհետև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականության դեպքում եւս Ռուսաստանի համար կարևոր է լինելու այս տարածքը եւ դրանք պետք է ինչ որ հարաբերությունների մակարդակ պահպանեն եւ փորձեն այդ հարաբերությունների տրամաբանության մեջ թույլ չտալ, որ ազդեցությունը նվազի շատ ավելի, քան նվազում է գոնե այս բան։ Այսինքն ինչ հնարավոր է պահեն, այլ կերպ ասած։ Այնպես որ պետք է նշել, որ նախընտրական ժամանակաշրջանը էական ազդեցություն ունի, բայց ես կցանկանայի մի հարցի էլ անդրադառնալ, որի շուրջ խոսեցինք, բայց կոնկրետ հարցի չանդրադարձանք, ինչու է այս պահին հենց Ռուսաստանը հիբրիդային գործողություններ իրականացնում, ինչու է Ռուսաստանի համար ամենացավոտ այն ինչ տեղի է ունենում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կամ կարելի է այսպես ասել Հարավային Կովկասի այս հատվածում Հայաստանի Հանրապետության այդ 29743 քառակուսի կիլոմետրով։ Դա ունի պատմական պատճառներ, որովհետև տեսեք
Պատմական Հայաստանը բաժանված է փաստացի 3 մասի։ Մի մասը պատմական Հայաստանի մասին խոսում, իրականի մասին Հայաստանի չենք խոսում։ Մի մասը դա Թուրքիայի դիապետության տակ գտնող տարածքն է, որտեղ փաստացի դա վիլայեթացվել է, վիլայետներ են այնտեղ։ Մի այլ մասը Իրանի դիապետության տակ գտնող տարածքն է, որտեղ Իրանի ուրեմն տարածքներն են դարձել եւ այնտեղ ընդհանրապես հայկական պետականության ինչ որ որևէ տար պատկերացնել այս բանը հնարավոր չէ։ Եվ երրորդ մասը, որը Ռուսաստանի պատմական Ռուսաստանի դիապետության տակ է եղել, դարձել էր գուբերնիա, բայց հետ է վերադարձել։ Այսինքն այն հատվածը, որը թուրքերն են կարողացել են դարձնել վիլայետ, այն հատվածը, որը իրանցիներն են կարողացել վերցնել, կարողացել են դարձնել իրանցը, այն հատվածը, որը ռուսներն են վերցել պատմականորեն 1820-ական թվականներից սկսած, չեն կարողացել պահել եւ այս հատվածը փաստացի դուրս է եկել իրենց դիապետության տակից, պետականություն է առաջացել եւ Հայաստանի Հանրապետություն կա այսօր։ Եվ ստացվում է, որ այո, եւ Թուրքիայի, եւ Իրանի, եւ աշխարհում ցանկացած պետության համար, եթե կարողանա ձեռք գցել ինչ-որ մեկ այլ բան, բնականորեն նրանք ցանկանային ձեռք գցել։ Բայց այս դեպքում ոչ թե Ռուսաստանը փորձում է ձեռք գցել, այլ Ռուսաստանը ափսոսում է, որ կորցրել է այն, ինչ որ նախկինում ուներ։ Առավել եւս այն պայմաններում, որ Հայաստանի պետականություն կար, բայց այդ պետականությունը իրենցն էր եւ իրենց գործում էր իրենց հրամաններով։ Երևանում ղեկավարները մինչև 2018-ից մինչև 2022 թվականներ որոշում կայացնել զանգում էին Մոսկվա։ Այս պահին դա էլ նրանք չունեն։ Այսինքն նրանք կորցրել են ոչ թե ինչ է, օրինակ ռուս ռոպագանդիստ Մարգարիտա Սիմանյանը ասում թե մենք տվեցինք պետականություն, որովհետև բաժանված էր 3 մասի, այն 2 մասում ոչինչ չկա, այս մի մասում հնարավոր եղավ պետականություն ունենալ։ Դրա համար էլ նրանք հիմա ծակներն են ծեծում այսպես։ Իսկ ուզում են այդ լծակները հետ բերել Զանգ Մոսկվա այդ հայտնի մշակույթ ավանդույթները, որովհետև նույն ուժերը, օրինակ Ռոբերտ Քոչարյանը կրկին նույն խոսույթով է հանդես գալիս, որ ինչ է կանելու, եթե մի օր Ռուսաստանը զայրանա եւ ԵԱՏՄ-ից Հայաստանին դուրս տնի։ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ իրականում Բելարուսի ղեկավարը այստեղ էլ ուշադրություն հայ ժողովրդին սիրում է եւ ինքը մեկ զանգով կարող է խնդիրներ լուծել։ Սամվել Կարապետյանը իր հայտնի ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ մենք այլընտրանք չունենք, տնտեսական այլ դաշնակից չենք կարող ունենալ, քան Ռուսաստանն է։ Այս հայտարարությունները ինչի մասին են, այսինքն անթակույց նրա մասին են, որ Զանգ Մոսկվա մշակույթը ուզում են վերադարձնել իրականություն։ Նախ նշեմ, հուսով եմ, որ ես կհասցնեմ ապրել այնքան, որ տեսնեմ երբևէ վերջապես Հայաստանի ԵԱՏՄ-ի կապանքներից ազատվում, դա իմիջայլոց։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս քաղաքական ուժերին, այո, նրանք ցանկանում են Հայաստանում լինել գուբերնատոր։ Որովհետեւ Հայաստանում նրանք լինեն գուբերնատոր, Հայաստանը պետք է լինի գուբերնիա։ Դա Հայաստանը պետություն է, Հայաստանում հնարավոր չէ ունենալ գուբերնատոր։ Դրա համար էլ նրանք այդպես հաղորդագրություններ են ուղարկում Ռուսաստանին, իհարկե Սաքոչյանի եւ Ծառուկյանի դեպքում է ավելի իրականությանը մոտ, որովհետեւ Սամվել Կարապետյանը անհրաժեշտություն չունի որևէ հաղորդագրություն որևէ տեղ ուղարկել, նրան հատուկ առաքելությամբ Հայաստան ուղարկել են ուղարկողները եւ նա անում է այն, ինչը ի սկզբանե պետք է աներ։ Քոչարյանի եւ Ծառուկյանի դեպքում նրանք հաղորդագրություններ են ուղարկում, որ մեզ վրա խաղադրույք կատարեք, մենք համաձայն ենք այդ գուբերնիա դարձնելու եւ գուբերնատոր լինելու դիրքին, առավել ևս որ Քոչարյանը մեկ անգամ եղել է այդ կարգավիճակում։ Վերադառնալով 102-րդ ռազմաբազային վերջին օրերին շատ է հնչում տեսակետ, որ այն արդեն ոչ թե անվտանգության երաշխավոր է, այլ ավելի հստակ եւ ստույգ ռիսկ է։ Հասկանանք ինչ ռիսկի մասին է խոսքը, եթե այս ընտրակաշառքի եւ կամ ճնշումների մասին բարձրաձայնումներից վերացարկվենք, պարոն Ղևոնդյան, ել ինչ ռեալ ռիսկ կարող է գեներացնել 102-րդ ռազմաբազան։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ կատարելը չեմ կարծում, որ խելամիտ է, որովհետև նախ նշեցինք, որ սահման չունի Հայաստանը Ռուսաստանի հետ, այսինքն արտաքին օգնություն սպասել 107 ռազմաբազան չի կարող։ Երկրորդ ռազմաբազայի հնարավորությունները շատ սահմանափակ են, այսինքն եթե Հայաստան պետությունը որոշի ռազմաբազան մեկուսացնել, շատ հեշտությամբ եւ արագորեն կարող է մեկուսացնել, հաշվի առնելով թե Հայաստան պետությունը ինչ հնարավորություն ունի եւ ռազմաբազան կոնկրետ ինչ հնարավորություններ ունի, այնպես որ ռազմական գործողությունները հիմնականում բացառվում են, կարելի է շատ փոքր զրոյի մոտ է հավանականությունը։ Այստեղ այլ բան կա, որ եթե Հայաստանի ներսում ինչ-որ անկարգություններ սկսվեն, ինչ-որ քաոսային իրավիճակ, ռազմաբազան կարող է կողմերից որևէ մեկին միանալ եւ այդտեղ կարող է որոշակի գործողություններ իրականացնել։ Եվ վտանգի մեկ այլ մասն էլ տարածիորեն 3
ի հայտ եկավ, դա այն մասն է, որ Ռուսաստանի Պետդուման որոշում կայացրեց, որ իրենց ռազմական ուժերը կարող է օգտագործել տարբեր երկրներում Ռուսաստանի քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։ Եվ այստեղ կարող է ռազմաբազան որոշակի գործողություն իրականացնել, օրինակ գողանալ Ռուսաստանի որևէ քաղաքացու, որը Հայաստանում հանցագործություն է կատարել, ինչպես Պերմյակովի դեպքում մենք գիտենք, որ նման բան տարիներ առաջ տեղի ունեցավ։ Այս դեպքում էլ կարող է Սամվել Կարապետյանը տեսականորեն իհարկե ամերիկյան կանխավարկածը չխախտելով կարող է ինչ-որ հանցագործություն կատարել, Հայաստանի իրավապահները չկարողանան հասանելիություն ունենալ, որովհետև ռազմաբազան ըստ Պետդումայի ընդունած օրենքի կարող է գողանալ նրան եւ տեղափոխել կամ իս տարածք կամ Ռուսաստան տեղափոխել։ Այսինքն խնդիրը այստեղ է։ Իմ կարծիքով եկել է ժամանակը, որ պետք է բավական լուրջ մտածել արդյոք 102 ռազմաբազայի Հայաստանում լինելը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը թե ոչ։ Եվ ինչ հասկանալ նաև այդ օրենքի տակ նկատի ունեմ շատ հաճախ նաև մեզ հիշեցնում են օրինակ Մարգարիտա Սիմոնյանի շուրթերով, որ նախ Եվրամիության այդ գագաթնաժողովը հայտնի շատ գրգռել էր ռուսական որոշ շրջանակների եւ այդտեղ էլ այդ արտահայտություններ եղան, որ դա շատ անշնորհակալ քայլ է եւ մենք հետագայում կմտածենք, թե ինչպես պիտի վարվենք Հայաստանում ապրող կամ Հայաստանում հիմա գտնվող մեր քաղաքացիների շահերի հետ, ինչպես պիտի նրանց պաշտպանենք, սրանք ինչ հայտարարություններ են, սրանք ինչ տողատակեր են։ Նշեմ, որ հիմա ժողովրդավարություն է եւ որոշակիորեն ափսոսում եմ, որովհետեւ գիտենք, որ ժամանակին Միացյալ Նահանգներում Խորհրդային Միության քաղաքականությունը պաշտպանող մարդկանց Միացյալ Նահանգների նախագահներից մեկը նստեցրել է նավ եւ ուղարկել է Ռուսաստան, այն ժամանակ Խորհրդային Միություն, ցավալիորեն այսօր այդպես վարվել մենք չենք կարող, որովհետեւ ամեն դեպքում Հայաստանը քաղաքակիրթ պետություն է, սա կարելի ասել լուծումների լուծման տարբերակներից մեկը կլիներ, բայց մյուս կողմից նորից հողմանալով նրան, որ ընդհանուր սահման չկա, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմական գործողություն իրականացնելը այս պահին իրատեսական չէ Ռուսաստանի կողմից, պիտի նշենք, որ Հայաստանի դիվանագիտության խնդիրն է կանխել եւ թույլ չտալ, որ Ռուսաստանը այնքան իրեն ազատ զգա, որ կարծի թե Հայաստանում ինչ-որ մեկին պաշտպանելու պատրվակով կարող է, չգիտեմ, մի քանի հազար զինվոր նորից ուղարկել Հայաստան, բացի 102-րդ ռազմաբազան, որովհետև ռազմաբազան, ինչպես ասացի, ինքը իրենով որպես այդպեսին վտանգ չի ներկայացնում։ Մյուս կողմից պետք է նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այս պահին այդ խնդիրները կանխարգելում է։ Այսինքն այն, որ մենք բավական սերտ հարաբերություններ ենք զարգացնում արևմտյան երկրների հետ, Միացյալ Նահանգներից սկսած մինչև եվրոպական երկրներ, այն, որ մենք Չինաստանի հետ ունենք բավական ակտիվ հարաբերություններ, որ մենք հարևանների հետ փորձում ենք կարգավորել հարաբերությունները եւ թույլ չենք տալիս, որ օրինակ Ռուսաստանը օգտագործի Ադրբեջանը Հայաստանի վրա կրակելու համար։ Այս ամենը այն գործիքներն են, այն գործողություններն են, որոնք թույլ չեն տալիս Ռուսաստանին այս պահին ուժի դիրքերից Հայաստանի հետ խոսել, որովհետև եկեք հիշենք 2013 թվականին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին զորով մցրեցին կամ խցկեցին երեսական տնտեսական միություն, ինչի համար նա ասում էր, որ մենք անվտանգության խնդիր ունեինք, ասացին եկեք դե անվտանգություն չենք ապահովի։ Անձամբ Սարգսյանն էր սա ասում։ Այսօր այդ խնդիրը մենք չունենք։ Այսօր Ադրբեջանից մեզ վրա չեն կրակում, Թուրքիայից մեզ վրա չեն կրակում։ Թուրքիան ընդհակառակը խոսում է սահմանը բացելու մասին, Ադրբեջանը խոսում է հարաբերությունները կարգավորելու մասին։ Եվ այստեղ մեր ազատությունը, մեր հնարավորությունները Ռուսաստանի հետ հարաբերվում մի փոքր ավելացել են։ Եվ կարողանում ենք կառավարել այդ իրավիճակը։ Իհարկե մեծ նշանակություն ունեցել նաև ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ Ռուսաստանի դիրքերը էականորեն թուլացել են, առավել եւս Զելենսկին Երևանում հայտարարում էր, որ ամռանը սպասվում է առաջխաղացում, ընդ որում եթե չեմ սխալվում, Մեծ Բրիտանիայի վերլուծական կենտրոնից մեկը հրապարակեց առաջին անգամ պատերազմի սկզբից ի վեր զեկույց, որում նշված էր, որ առաջին անգամ ուկրաինական ուժերը ավելի շատ ազատագրել են, քան ռուսական ուժերը կարողացել են օկուպացնել։ Այսինքն իրավիճակը այնպիսին է, որ այս պահին կառավարելի են այդ ռիսկերը, իսկ քանի դեռ կառավարելի են ռիսկերը, նույնիսկ ես կցանկանամ, որ Հայաստանի իշխանությունները մի փոքր ավելին փորձեն անել, որովհետև ի վերջո ամեն ինչ թողնել ինքնահոսի, նշանակում է բաց թողել հնարավոր առիթ։ Ինչ ասել է ավելին պարոն Ղևոնդյան եւ ինչ սպասել նաեւ ընտրություններից հետո, որովհետեւ գիտեք ակտիվ քննարկվում է նաեւ երկաթուղու հարցը, այստեղ էլ ռուսական եւ հայկական տեսակետները կարծես թե բախվում են եւ ոսկե միջին դեռևս չեն կարողանում գտնել։ Ես նշեմ, որ մեծ հավանականություն կա եւ կանխատեսում եմ, որ ընտրություններից հետո Ռուսաստանի տեսակետը այս հարցում որոշակիորեն կփոխվի։ Ինչպես օրինակ կփոխվի Հօգուտ Հայաստանի, ինչպես օրինակ կփոխվի հայ առաքելական եկեղեցու ղեկավարության կարծիքը իրենց եւ Հայաստանի իշխանությունների փոխհարաբերությունների մասին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականությունը նշանակում է, որ այն քաղաքականությունը, որը վարվում է, ի վերջո շարունակվելու է։
Իսկ սա իր հերթին նշանակում է, որ թե եկեղեցու վերնախավը պետք է որոշում կայացնի հետագայում ինչպես է կարողանալու աշխատել կամ շարունակել պաշտոնավարել, թե Ռուսաստանը պետք է որոշի թե հետագայում ինչպես է Հայաստանը շարունակելու աշխատել տարբեր ուղղություններով, այդ թվում երկաթուղու հարցում, եւ որոշում պետք է կայացնեն իրենք, ինչու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը փաստացի որոշում կայացրել է, Հայաստանի իշխանությունները որոշում կայացրել են, Հայաստանի ժողովուրդը հերթական անգամ այդ որոշումների համար պատվիրակելու է Հայաստանի իշխանություններին, ովքեր հունիսի 8-ին նորից կշարունակեն իշխել Հայաստանի Հանրապետությունում, ինչը նշանակում է, որ դրված է լինելու երկընտրանք, թե Գարեգին երկրորդի արչև, թե Ռուսաստանի իշխանությունների արչև, գնալ համաձայնությունների եւ որոշակիորեն ինչ-որ բան պահելով, ուրեմն դուրս գալ այս բարդ իրավիճակից, թե չգնալ հարաբերությունները եւ փաստացի կորցնել ամենը։ Բայց այնուամենայնիվ, եթե անգամ իր դիրքավորումը փոխի հստակ, օրինակ եկեղեցու վերնախավը, ինչ է կարծում դա իրենց կփրկի կամ տեղի ունեցող այս իրավիճակը կփրկի, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը նաեւ իր ծրագրում է ամրագրել եկեղեցու բարենորոգման այս կետը եւ բարենորոգման առաջին նախապայմանը, որ Գարեգին բան պիտի հեռանա եւ հետո մենք օրերս տեսանք, որ նա հյուրընկալվել էր Սամվել Կարապետյանի տանը, օլիգարխի եւ նրան հայրապետական օրհնություն տանում, սա արդյոք ուղիղ աջակցության մասին չէր եւ արդյոք եթե անգամ փոխի իր դիրքավորումը դա կարող է փրկել իրեն։ Դա կարող է իրեն փրկել անփառունակ հեռանալուց։ Փոխի դիրքավորումը ասելով ես նկատի ունեմ փոխի կարծիքը թե նա ինչ հետագայում ինչպես պետք է ապրի այս երկրում որպես կաթողիկոս թե պետք է հեռանա եւ թույլ տա որ գործընթացը իրականանա։ Այսինքն տեսեք ամեն ինչի տարբեր տարբերակներ կան։ Նորից երկաթուղու մասին։ Ռուսաստանը կարող է վաճառել կոնցեսիան, կարող է Հայաստանը խլել Ռուսաստանից կոնցեսիան։ Հայաստանը կարող է դա անել, որովհետև նրանք բազմաթիվ կետեր են խախտել պայմանագրի եւ ցանկացած արբիտրաժում, ցանկացած դատանում Հայաստանը հեշտությամբ կհաղթի։ Դատը ըստ իրավաբաններն են այսպես ասում։ Այնպես որ նույնը Գարեգին երկրորդի դեպքում նա կարող է ինքնակամ հեռանալ եւ պահել իր հեղինակությունը, որոշակի ազդեցություն պահպանել, լծակներ ունենալ եւ այլն, եւ կարող է ինքնակամ չհեռանալ եւ հասնել այնպիսի իրավիճակի, որ անցանկալի զարգացումներ լինեն թե եկեղեցու համար, թե անձամբ իր համար, թե Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի իշխանությունների համար։ Այսինքն դիրքավորում ընտրելը կամ դիրքավորումը փոխելը ենթադրում է համաձայնությունների գնալ Հայաստանի իշխանությունների հետ, ընդ որում այն համաձայնություններին, որոնք Հայաստանի իշխանությունները կամ այն պայմաններով, որոնք Հայաստանի իշխանությունները առաջարկում են։ Եվ վերջում ամփոփելով մեր զրույցը, պարոն Ղևոնդյան, ինչի մասին են նաև այն հայտարարությունները Ռուսաստանից հնչող, որ եթե Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիրը վերընտրվի, իրենք չեն ճանաչելու ընտրությունները։ Արդյոք դա մեծ բան է փոխում Հայաստանում կամ նրանց կարծիքը ճանաչել, չճանաչելը։ Եվ արդյոք կգնան նման քայլի, թե սա էլ պարզապես հայտարարություն է հերթական։ Տեսեք, եկեք ուշադրություն դարձնենք, որ նման հայտարարությունները ամենաբարձր կարգի պաշտոնյաները չեն անում, նման հայտարարություններ անում են Զատուլինները, չգիտեմ, Միգրանյանները եւ այլն, նման ուրեմն մասշտաբի գործիչները, ում սովորաբար Ռուսաստանի իշխանությունը օգտագործում է, որ պահին որ պետք է, հետագայում եթե պետք չէ, նրանք այդպես խորը արխիվ են ուղարկվում հետագայում նորից օգտագործվելու համար, այնպես որ եթե Հայաստանում ընտրվի քաղաքացիական պայմանագիրը, ինչը ամենահավանական տարբերակն է, շատ մեծ հավանականությամբ Ռուսաստանը ուղղակի կշնորհավորի կամ անձամբ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին եւ դրանից հետո, ինչպես ասացի, դիրքավորում փոխելով կշարունակեն աշխատել Հայաստանի հետ, ուղղակի ուրիշ տարբերակ չունի Ռուսաստանը։ Հակառակ դեպքում նշանակելու է, ինչպես օրինակ Զյուգանովն ասում, եթե չընդունեն, նշանակելու է ուղիղ կոնֆրոնտացիա Հայաստանի հետ, իսկ Հայաստանը այս պահին շատ վախենալու բան չունի։ ԵԱՏՄ-ից պիտի հեռացնեն, Աստված տա որ հեռացնեն, ՀԱՊԿ-ից պիտի հեռացնեն, շուտ պիտի հեռացած լինեինք, էլ ինչ պիտի անեն։ Երևանը ռմբակոծելը չեմ կարծում, որ այս պահին Գազի գները։ Գազի գները կարող են թանկացնել, Հայաստանը այլ ընտրանքներ ունի։ Շնորհակալ եմ, պարոն Ղևոնդյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք։